Մի հատ երևի թե ասենք թե այս նոմինալների շարքը գրականության ինչով ենք էլի սկսում, Պետեր Հանդկեով ենք սկսում, հիմա էկրանը share անեմ, համել կարելի է մի հատ Արթուր երևի թե ասես թե խեմ ես ներկայացնում, որտեղ այս մարդկանց երևի թե ծանոթ ես, ոնց որ դու ես սկսել նոմինալների շարքը, այդպես։ Okay. Ես ոնց գիտեք անում եմ մյուս նոբինարները, բնագիտական առարկաների, բայց քանի որ գրականությունից բան չեմ հասկանում, ուրիշ մարդ գտանք, որը Մերին է, Խիմերին ընտրեցինք, որտեղ նախ Ահա, որովհետև համ սիրում է գրականություն, համ լիքը խորացել է, լիքը գրքեր է կարդացել, լիքը բան գիտի, համ էլ նենց է ուրիշ կանդիդատներ էլ չկային։ Նենց է շատ արդար ընտրություն է եղել։ Շնորհակալություն։ Իմ էկրանը համ տեսնում եք, համ էլ կիսած էկրանն եք, չէ՞ տեսնում, ոնց հասկանում եք։ Այո։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ուրեմն սկսենք։ Հենց այս տողերով եմ ուզում սկսեմ։ Ասում եմ սիրտը դադարեց վաբախել, երբ գնդակն անցավ դարպասապահի կողքով, այդ պահին ես հասկացա, որ իմ կյանքն այլևս երբեք նույնը չի լինի։ Սա այն պահն է, երբ Հանդքեի հերոսը, նախկին դարպասապահ Յոզեֆ Բլոխը, գիտակցում է, որ նրա ներսում ինչ-որ բան ընդմիշտ փոխվել է։ Ճիշտ այդպես էլ Պետեր Հանդքեն փոխեց համաշխարհային գրականության դաշտը իր անսովորվող ու խորհրդավոր կերպարներով։ Սա իր գիրքն է, եթե նայում եք, այստեղ հենց այդ նշանը գնդակի կա։ Այս գիրքը կարաք ձեռք բերեք ցանկացած գրախանութից, հայերեն թարգմանված է, կարծեմ, չգիտեմ ինչ Մարտինյան, բայց չեմ հիշում ազգանունը, Կարեն, հա, հիշեցի անունը։ Կարեն Մարտինյան ինքնաթարգմանել Պետեր Հանդքեի գրքերը թարգմանած կան հայերեն, ուստի կարող եք կարդալ հենց այս գրքով կարաք սկսել։ Այս տողեր էր, որը իր դարպասապահի վախը 11 մետրանոցի ժամանակ գրքից հատված էր։ Հիմա ասենք ծնունդ մանկություն։ Սկզբից կներկայացնենք մի հատ իր ընդհանուր կենսագրությունը ընդհանրապես ոնց ապրել, որը տեսնեք թե ինչքան ազդեցություն է ունեցել իր կյանքի վրա, որտեղ այդ կոնկրետ իր մանկությունը ամբողջական իր գրքերի մեջ դուք տեսնելու եք։ Ծնունդ մանկությունը ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին Գրիֆենում, այժմյան Ավստրիա, բայց իրականում ծնվել է Գրամսլավում, այժմ Սլովենիա, որը գտնվում էր այն ժամանակվա նացիստական Գերմանիայի վերահսկողության ներքո։ Կարող է մի քիչ հոգեցնող լինի, որտեղ այն ժամանակ կոնկրետ պատերազմական տարիներ էր, ինքը իրականում ծնվել է Գրիֆենում, որը այն ժամանակվա Սլովենիայում է գտնված եղել, բայց քանի որ մայրը սլովենացի էր, իրենք այնտեղից փախել են, պատերազմական դրություն ա եղել, գտնվել է նացիստական Գերմանիայի վերահսկողության ներքո, փախել են ու փաստաթղթերում ոնց որ այդպես նշվում է, որ ինքը ծնված ա եղել Գրիֆենում, բայց իրականում իր ծնունդը բան է, Գրամսլավում է, ոնց որ ֆիքսվել, հենց այդտեղ է ինքը ծնվել։ Պետեր Հանդքեի ծնունդը համընկնել է երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ շրջանում։ Նրա ծնողները տարբեր ազգի էին, մայրը Սլովենիայից էր, հայրը գերմանացի զինվորական։ Ուրեմն նայեք, Հանդքեի հայրը Բրունո Հանդքեն հայտնի դարձավ որպես խորթ հայ։ Ուրեմն sense ինչ-որ բան է տեղի ունենում, այս իր մայրը փախչում է այդ իր երկրից ծննդավայրից, հետո Պետեր Հանդքեի ծնողները, ովքեր համարվում են Բրունո Հանդքեն իր հայրն էր, բայց ինքը իր կենսաբանական հայրը չէր, խորթ հայրն էր, որը Պետեր Հանդքեն դրա մասին իմանում է մոտ 18 տարեկան հասակում, հա, այսինքն ինքը այդքան տարի ապրել է խաբեության մեջ, իրեն չեն ասել նույն իր քույրերին, եղբայրներին, չեն ասել, որ իր կենսաբանական հայրն է Բրունո Հանդքեն եղել, ու իրենք շատ կոնֆլիկտային են եղել, հայրը պատերազմից վերադարձած, ալկոհոլիզմով տառապող, բան է, ֆիզիկական, հոգեբանական բռնություն է կիրառել տան բոլոր անդամների նկատմամբ, ու իր գրքերում էլ այդ շատ լավ երևում է, ու մայրը կոնկրետ ամենաուժեղ կանանցից մեկն է եղել, որ ես ճանաչում եմ, այսինքն գիտեմ պատմությունից, որտեղ իր մասին էլ գիրք ունի գրված, հեսա հետագայում խոսենք։ Ուրեմն 13 տարեկանում Պետերը փախավ Գրինհենբերգի կաթոլիկ դպրոց ինտերանտ, փախչելով ընտանեկան բռնությունից, այստեղ սկսեց իր գրական ճանապարհը։ Իրականում ասում է, որ ինքը փախվել է ընտանեկան բռնությունից, բայց գնում է միտեղ, որտեղ անգամ իր հանդեպ բռնություն են կիրառում, հա, կաթոլիկ դպրոց ինտերանտ, որտեղ կաթոլիկ կոնկրետ այդ քրիստոնեական, չգիտեմ, հստակ sense կանոններով ինքը դրվածքով դպրոց էր, որտեղ հենց ինքը այդ փախչում էր
բանից, բռնությունից, բայց հայտնում եք այնտեղ կանոնակարգված, հենց պատկերացրեք այդ ձևով է ինքը արդեն մեծանում իր պատանեկան կյանքը, ուսանում է իրավագիտություն, բայց թողնում է ուսումը, կենտրոնանալով գրականության վրա, թողնում է կետից ուսումը ու սկսում է բաներ գրել։ Պետեր Հանդքեն իր մանկությունից հետո մշտապես ապրել է երկակի մշակութային միջավայրում, ինչը հետագայում խորապես ազդել է նրան գրական ստեղծագործությունների վրա։ Դե ոնց հասկացեք, մայրը սլովենացի էր, հայրը գերմանացի էր, անգամ կենսաբանական հոր մասին իմանում է 18 տարի հետո, այսինքն այդ ամենի երկու մշակութային կենտրոնում ինքը մեծանում է այդ ձևով երկու մշակութների կենտրոնում, որը ազդում է խորապես հենց իր վրա, հենց իր գրականության վրա։ Սլովենական արմատներ, գերմանական դաստիարակություն, կաթոլիկ հեղձում, պատերազմից վեր իրական հորվածակայություն ու սուտ պատմություն իր ինքնության շուրջ, որովհետև այս ամենը ինքը զգում էր մինչ 18 տարեկան, որովհետև այդ ամենը ինքը զգում էր, որ ինքը ունի սլովենական արմատներ, մանավանդ մոր հետ շատ կապված էր, որովհետև պատմում էր մայրը իր գրած հեքիաթների մասին, որոնք սլովենական էին իր արմատների մասին, ու այդ ժամանակ պատերազմական դրությունը, գերմանական խիստ դաստիարակությունը, կրթված, չգիտեմ, այսպես։ Ինքը բավականին շատ լավ սովորել է դպրոցում, բայց աչքի ընկել էր ներամփոփությամբ, այսինքն շատ ինտրովերտ էր, չէր շփվում, շատ ընկերներ չուներ ու գրեթե միշտ գիրք էր կարդում։ Ու չնայած այս ամենին ինքը բավականին լավ ֆիլմերի հեղինակ է, ֆիլմագրության, Պետեր Հանդքեի ֆիլմագրությունը նույնքան հետաքրքիր է, որքան գրական գործունեությունը։ Համագործակցել է հայտնի ռեժիսորների հետ, ինքն էլ փորձել է իրեն այս ոլորտում։ Հիմնականում իր վեպերն է վերածում ֆիլմի, ու այդ շատ պատկերավոր է իր ֆիլմագրության մեջ ունեցած հաջողությունները, որովհետև երբ որ կարդում ես գիրքը, շատ ուժեղ նկարագրություն է անում, ու դու այդ կինոն լրիվ տեսնում ես։ Հիմա այս Վիմ Վենդերսի հետ է, միակ, որի հետ ամենահայտնին է, երկնքի թևերը, հիմա այստեղ ցույց տամ, բացել է։ Նեբը նад Բերլինում։ Ուրեմն այդ ինչի մասն է պատմում, երկու հրեշտակների մասին, այստեղ երկու հրեշտակների մասին, ովքեր անտեսանելի են ու ապրում են Բերլինում, ինչ որ մեկը կարող է նայել այս ֆիլմը։ Եթե նայել եք, ես չեմ նայել անկեղծ, բայց գիտեմ, որ պատմում է երկու հրեշտակների մասին, ովքեր ապրում են Բերլինում, նրանք կարող են տեսնել մարդկանց, լսել նրանց մտածմունքները, բայց չեն կարող օգնություն ցույց տալ կամ խառնել նրանց կյանքը։ Հիմնական դիրքորոշումներ են արտահայտում։ Շատ անգամներ հիշում եմ, այնտեղ մի պահ կար, ասում էր, որ տրեյլերն է, դա ինչ որ բաներ ա կարդացել, ասում էր, որ անգամ սիրահարվում եմ այս հրեշտակներից մեկը մի աղջկա, այնտեղ ոնց որ փորձում են մարդկային կյանքի մեջ մտնել, ինքը շատ sense միստիկ, սյուրռեալիստական բան է, կինո է, կարաք նայեք, սա վեպի հիման վրա չի, որտեղ Պետեր Հանդքեն այս վեպը չի գրել, ինքը իր վեպերից հենց դարպասապահի վախը 11 տնանոցից սրա վրա հիմնված հենց բան ունի, ֆիլմ ունի, այդ տեղից էլ այդ թվականին արդեն դարձել է ռեժիսոր։ Ֆիլմագրության մեջ բավականին հաջողություններ ունի, կարաք նայեք, իրոք տպավորիչ է։ Մոր ողբերգությունը։ Ուրեմն 1971 թվականին Հանդքեի Մայրան ինքնասպանություն գործեց։ Իրականում այս հետքը իր չափազանց է։ Դրանից հետո Հանդքեի ստեղծագործությունները դրիվ փոխվում են։ Ամբողջական գնում է արդեն այս ինքնասպանության գործի վերլուծությունների հետ կապված։ Իր կյանքի ամենացնցող իրադարձությունից մեկն է, խորապես ազդել է ստեղծագործության վրա։ Այս դեպքից հետո գրեց Դժբախտություն դեպի անհակ տխրություն գիրքը նվիրված մորը։ Իրականում ասում է, որ մոր մահից հետո, անգամ թաղմանից հետո, 2 շաբաթ, 3 շաբաթ հետո այս գիրքը արդեն գրվել է։ Այսինքն հրատարակվել է հետ, հրատարակվել, եթե տեսնում եք, մի տարի հետ հրատարակվել, բայց գրել վերջացրել է ամբողջությամբ այդ 3 շաբաթ է գրում էր հասկանալու համար, թե մայրը խի արեց այդ ինքնասպանությունը։ Եկամ ստեղ մի հետաքրքիր պատմություն կա, կարդամ, այստեղ գրած չի։ Ասվում է, որ բանից հետո ամենացցողն այն է, որ նա 2019 Նոբելյան իր դասախոսության ժամանակ խոստովանեց, որ միակ անձնական լուսանկարը, որ ինքը միշտ պահում է իր մոտ, մոր սնկահավաքության պայուսակում գտնված թղթի կտորն է, որի վրա մայրը գրել էր ինքնասպանությունից առաջ։ Միևնույն է, ես երբեք չեմ կարողանա պատմել այն, ինչ իրականում զգում եմ։ Այս փաստը բացահայտում է Հանդքեի ողջ ստեղծագործության հիմքում ընկած խորը տրավման ու բացատրում, թե ինչու նա այդքան մոլեգնորեն փորձում է լեզվի միջոցով արտահայտել անարտահայտել։ Ինքը իրականում sense դիրքորոշում ունի, որ լեզուն հերիք չի իրեն խոսելու համար։ Ու այդ լռության մետաֆորը, որ ինքը բերում է իր գրքերի մեջ, շատ ընդգծված է, որ կարդաք անգամ թեկուզ այս գիրքն էլ իր մեջ կոնկրետ այդ լռության ու
փորձելու հասկանալու լրությունը ու բարերը չհերիքելու համար իրեն խոսելու այլ մետաֆորը շատ կհասկանաք։ Հետո այստեղից կարծում ինչ որ եթե հարց ունեք կարող ընթացքում տակ կամ եթե անհասկանալի ինչ որ բան լինեն։ Նոբելյան մրցան, հա, ինչ որ մեկը ասած։ Ես հալի երկու հարց։ Մեկը էս Նոբելյանը նայելուց ոնց որ գրում են ավստրիացի է որպես ստացի ինքը, Ավստրիայի հետ ինչ կապ ունի։ Նայեք, ուրեմն ինքը քանի որ ծնվել է Ավստրիայի շրջանում, այդ հիմիկվա Ավստրիայում, բայց իր մայրը սլովենացի է, հայրը գերմանացի է, իր կենսաբանական ծնողներն էլ ավստրիացի չեն եղել։ Ինքը ուղղակի ծնվել է Ավստրիայում, ինքը որպես ստանում է ավստրիացի հեղինակ, բայց ինքը ամբողջությամբ ավստրիացի չի։ Հիմա այս Նոբելյան մրցանակի հակասությունների մեջ որ գալիս է, հակասում են, ասելով, որ իբր ինքը տրվում է որպես Ավստրիայի հեղինակ, ասելով, որ խտրականություններ է տրվում, չգիտեմ, Սլովենիայի ժողովրդին են պաշտպանում, հա, ինքը բացառիկ հենց քաղաքական հայացքներ ուներ իրենց հետ կապված բալկանյան ժողովրդի հետ պատերազմները պաշտպանելու այդ քաղաքականությունը ողջակերելու համար, բայց ինքը ավստրիացի հեղինակ է համարվում, որտեղ ինքը ըստ փաստերի ծնվել է Ավստրիայում։ Ըստ իրական փաստերի չէ, բայց իրեն համարվում է ավստրիացի գրող։ Բայց Ավստրիայում է ապրել ինքը։ Չէ, ինքը ծնվել ամբողջ կյանքում Ավստրիայում, այդ չեմ կարող ասեմ, եթե ամբողջ կյանքում, չէ, ամբողջ կյանքում կարծեմ ինքը բավականին շատ ճամփորդել է, հիմնական միտեղ չի մնացել, բայց որ չի ծնվել ինքը կոնկրետ Ավստրիայում ինչ որ քաղաքում, եթե նկատեցիք հենց առաջին բանը, որ սկսում է, ասում է ծնվում է Գրիֆենում, այժմյան Ավստրիա, Գրիֆեն, բայց իր իրական տեղը, որտեղ ինքը ծնվել է, դա Գրամսլավում է, այժմ Սլովենիա, մայրը սլովենացի արմատներ ուներ, հա, իրանք են նշում են, որտեղ ոնց որ մեծ ավելի քաղաք է եղել Գրիֆենը, հա, ինքը նենց չի շատ հեռավորության վրա եղել Գրամսլավումից, ես որ կարդում եմ, ինքը ասում է, որ նշում է, որ ինքը ծնվել է Գրիֆենում, այդ ոնց որ գիտեք ոնց, պատկերացրեք մի քիչ մեծ քաղաք է, որի կողքեր ասենց բուջուր գյուղեր են եղել, շատ հեռավորության վրա, էլի շատ տենց երկար չէ, որ սահման հատվի։ Այն ժամանակվա Սլովենիայում ենք ծնվել, Գրամսլավում, որը ուներ իր մայրը ուներ սլովենական արմատներ, բայց իրան վերցրել են տարածաշրջանի անունն են տվել, որ ինքը տեղ ծնվել է։ Ասենք թե հիմա այս Արարատի մարզից եմ, ինձ ասեն, որ օրինակ ենթադրենք ես գյուղում եմ ապրում Այգավան, դրանից շատ հեռու, ինձ ասեմ, որ ես ծնվել եմ Արարատ քաղաքում, այլ ոչ թե այս կոնկրետ այս ծայրամասում, հա, տենց է նշվել։ Ու փաստաթղթերի մեջ են դիքև հիմա գրված է, որ ինքը ծնված է Գրիֆենում։ Okay, երկրորդ հարցն էլ մի հատ։ Ես որ նայում էի, GPT-ն ասում էր հիմնականում ինքը հայտնի է այն մտքերով լեզվի ուժի մասին է խոսացել, թե լինգվիստական բաները ինչ ուժեղ են, բայց որ ասում ես ինքը ասում է որ բառերը իրան չեն հերիքում, մի քիչ հակասություն է մոտս առաջանում։ Հիմա բառերը շատ ուժեղ են ու իրան չեն հերիքում, թե ուրիշ բան է։ Ինքը նկատի ուներ, որ ինքը շատ բան է ուզում ասել բառերով, բայց բառերը այնքան հզոր չեն, որ արտահայտեն իր միտքը։ Ինքը որ թե նշանակում ասում էր, որ բառերը շատ իմաստալից են, ամեն բառ, որ օգտագործում է, շատ հզորա չէ, այլ ինքն ասում էր, որ իր մտքի մեջ այն ինքը ինչ մտածում է, ինքը չի կարող այն կարգի բառերով արտահայտել, որ բառերը այդքան հզոր չեն։ Ինքը այդ իր փիլիսոփայություն այդ մի մասն է, որ ասում է, որ բառերը այնքան հզոր չեն, որ արտահայտեն իր միտքը։ Թե չէ հակառակ իմաստով որ բառերը հզոր են, չէ, հաստատ չէ, որովհետև իր նկարագրածի մեջ ասում է, որ լուր մնալու արդյունքում է, որ այդ ամենը ինքը մտածում էր այդ լրության մեջ, հա, ու այդ ամենը բառերով նկարագրել չէր կարող։ Հենց այդպես։ Չգիտեմ, ուրիշ տեղ հաստատ տենց բան չեմ կարդացել։ Okay, merci։ Okay, հիմա այստեղ Նոբելյան մրցանակի մասին, ես այստեղ ցույց կտամ իր ելույթներից ամենահայտնիներից, ու դրա հայերեն թարգմանածը կա, կկարդանք։ Ասում է 2019 թվականին Պետեր Հանդքեն արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի ոչ թե հատուկ գործի համար, այլ լեզվաբանական նորարարության եւ մարդկային փորձառության ծայրամասերը բացահայտելու համար։ Այսինքն հատուկ ինչ-որ գիրք չի գրել, որի համար ստացել է Նոբելյան, ըստ որի լինում է օրինակ մյուս գրողների մոտ, հա։ Ասենք Ժան-Պոլ Սարտրը իր Սրտխաղնոց վեպի համար է այդ Նոբելյան մրցանակը ստացել,
խոսել, բայց անգամ չի ընդունել այդ մехանիկը, բայց այդ Սարտերի պատմությունն է, հիմա այստեղ այն է հարցը, որ ինքը ոչ թե մի հատիկ վեպ է գրել, այլ 2019 թվականին իր այդ ամբողջ ինքը բավականին մեծ է, չեմ հիշում տարիքը, բայց 70-ն անց հաստատ, ու այդ ինքը ստացել է իր այդ ճանապարհի գրականության այդ հեղաշրջումն անելու համար։ Չնայած որ նախկին տարի 2018 թվականին հակասություններ ա եղել, չեմ հիշում գրողի անունը, բայց մի ուրիշ լեհ գրողի հետ, որ տվեց այդ լեհ գրողին, բայց իրան չտրվեց։ Հաջորդ տարի նոր տրվեց այդ ամենը։ Նրա ընտրությունը բավականին հակասական էր պայմանավորված հեղինակի քաղաքական դիրքորոշման բալկանյան պատերազմների վերաբերյալ։ Շատ են քննադատել հակասությունը, մտածել են, որ ու հենց այնտեղ ասվում է, էլի, որ մենք իրեն տալիս ենք այս Նոբելի մրցանակը հատուկ ենք ոչ թե այն բանի համար, իր դիրքորոշման կամ չգիտեմ, ուրիշ բան, իր անցած ճանապարհի, իր հեղաշրջման, իր այդ գրած գրականության մասին, ու դրա համար է իրեն տվել, իր արժեքների տված գրականության համար։ Ու շատ մարդիկ բոյկոտեցին մրցանակաբաշխությունը, մինչդեռ ուրիշները պաշտպանեցին հանքերի գրական արժանինքները քաղաքական հայացքներից անկախ։ Այստեղ ինչ որ մեկը թե ձեր կաբացեցրի, որ չեմ տեսնում այստեղից։ Հայալը մի էլի հարց որ ասում են քաղաքական խիստ դիրքորոշում ունեցել, ավելի կոնկրետ խորացել ես, թե ինչ դիրքորոշում ունեցել։ Շատ չեմ խորացել ինչ դիրքորոշումների մասն է խոսքը, բայց գիտեմ, որ բալկանյան այդ ժամանակվա պատերազմների քաղաքականությունների մեջ ինքը կոնկրետ ինչ որ մեկին էր պաշտպանում, որին քաղաքակրթությունը չէր ընդունում, կարծեմ այդպես ինչ որ բաներ, ու քննադատապար էր բավականին մոտենում, դրա համար հենց այդ հակասությունը արժանի էր այդ տեղի տվեց այդ խոսակցությունին, բայց թե չեմ խորացել, թե ինչ կոնկրետ հակասությունների մասն է խոսքը։ Հետաքրքրանքն այստեղ հենց այս սկզբից հենց այստեղ ցույց կտամ այդ տեքստը արդեն թարգմանված է հայերեն, հետո հետաքրքիր լինի կարամ ուղարկեմ այս ամբողջը դուք կարդալ, բայց մի մասը կարելի է կարդալ հենց այս սկզբից բայց մենք ձայնը չենք լսում։ Ոյ, սպասեք ուրեմն։ Դե կարամ մի հատ նորից փակեմ, նորից։ Ձայնի համար պետքա մենակ edge-ը շերանես։ Okay, սակայն։ Միջև շերանես մի բան հարցնեմ, որ էլի նայել էի, ոնց որ իրանք քննադատում են նրա համար, նաև որովհետև շատ կոպիտ դա գրում հայհոյանքներով, այդպես ինչ բառոզում օգտագործում է, այդ քո կարծած երկերի մեջ տենց, հա։ Իրականում հայերեն երբ որ թարգմանում են, իրենք հատուկ են կերպով չեն թարգմանում, որ բառերը շատ գորան, վատ։ Հա, եթե իր բնական լեզվով կարդաս, բնականաբար հենց այդպես էլ պետք է լինի, գրականությունը այդպես պետք է լինի, իմ կարծիքով։ Իրան շատ են քննադատել հենց դրա համար, կամ եթե իսպաներեն անջատեմ, Discord-ը շատ ձայներ չբերի։ Իրան հենց քննադատել են դրա համար, բայց կոնկրետ այս գրքի մեջ չէ, ինչքան որ կարդացել եմ, այդքան էլ չէ։ Ամենայնպես կոպիտ որ գրվի, դա գրվում է մենակ նրան համար, որ արտահայտի միտքը, թե ինչ ա ուզել ինքը ասի այդ պատմությամբ, ու ավելի գիտեք, որ աբսուրդի ժանրի ներկայացուցիչներից է ինքը դասում, մանավանդ կոնկրետ այս գիրքը, իրա մեջ այդքան էլ չեն բնորոշում, թե օգտագործել էր բառը, թե չէ, իրանց համար ուղղակի մեկ է, թե դա օգտագործելու դեպքում ինչ կստանան իրանք, ամենայն դեպս իրանք զուտ օգտագործում են այդ ամենը, ցույց տալու համար իրենց միտքը ու կարծում եմ գրականությունը հենց այդպես պետք է լինի։ Ճիշտ ասած, ես իր բանը կարդացել եմ այդ դարպասապահի գիրքը, այնտեղ առանձնապես ոչ այսպես նորմատիվային լեքսիկա չկա, ամեն ինչ այսպես։ Ես ռուսերեն թարգմանությունն եմ կարդացել։ Հայերեն չէ, ռուսերենն եմ կարդացել, այնտեղ չէ, ոչ մի այնց առանձնապես բան չկա։ Մեկ էլ այդ բանը, այդ հայացքների հետ կապված ինքը բան է։ Կանոն ինքը իրեն բանը նաև սլավոնա բանանում, ինքը Սերբիային է պաշտպանել բոսնիական հակամարտությունում։ Հա։ Ու քանի որ այդ ոնց որ իմ թեման է, էլի շատ տենց կպնում է, քանի որ Բոսնիայում այդ ցեղասպանությունից հետո սերբերը հիմնական մեղավորներն էին ճանաչվել,
Ինքը հակառակ կարծիքի էր, որ իրականում նման բան չի եղել, իրականում ցեղասպանություն չի եղել եւ սերբերի կողմից էր դա էլ արևմտյան բանի մեջ աշխարհում անընդունելի էր շատ դեպքերում հայացքը դրա համար է դա եթե չեմ սխալվում դա էր իր հետ կապված հիմնական խնդիրը որ Նոբելյան ստացավ Հա, իրական Նոբելը ստացել է այլ ասում իր գրական արժեքների համար, այդ հակասություններն էին էլի այդ տեղից տալիս իր քաղաքական հայացքների համար։ Դրանում էին հիմնականում մեղադրում իրան, որ խրաստացել, բան, տենց, բայց իր գրական արժեքների համար վստահաբար պետք է ստանալ դա։ Հիմա այս մասը, եթե նայեք մի հատ ձայնը տեսեք լսում, չի լսում։ And I do believe that the German expression is far more appropriate than the English one here. Peter Handke, Sie haben das Wort. Spiele das Spiel. Sei nicht die Hauptperson. Մենք կասենք, սա գերմաներեն է, ինքը խոսում է գերմաներեն հիմա, ինչ եք դրել այն, մեկը չենք հասկանալ եւ այլն։ Իրականում ինչի է սա դնում, որովհետեւ գրողների ձայնը լսելուց հետո բավականին մեծ պատկերացումներ են գալիս այդ գրողի մասին, օրինակ ես շատ ինձ շատ հետաքրքիր ընդհանրապես դնել ու գրողների ձայները լսել, թե իրենք ինչպես են խոսում։ Հիմա այստեղ զուտ այդ պատկերացումները տալու համար, բայց այս մասը կկարդանք հայերեն ստարի համար թե ինքը ինչ է, էլի ասում այստեղ։ Զուտ կարանք մի քանի վայրկյան լսենք, հեսա անջատա։ Such die Gegenüberstellung, aber sei absichtslos. Vermeide die Hintergedanken. Verschweige nichts. Sei weich und stark. Lass dich ein und verachte den Sieg. Beobachte nicht, prüfe nicht, sondern bleib geistesgegenwärtig. Ինչ էր ասում ինքը մոտ արստեղ, իհարկե լրիվ չնայեցինք, բայց հեսա ցույց տամ։ Հայերեն թարգմանած իր այդ ելույթը կա, որովհետև այդ ելույթը բավականին շատ սիրնես, լրիվ կարդացել եմ, դուք կարաք նաև հետո կարդաք, եթե ուզենեք, կարող ուղարկեմ այս ով որ ցանկանա։ Հեսա Նոբելյան բանախոսությունն է իր, այս իրոն կապիկն է, շատ եմ հավանում իր արտակինը, ասում է խաղը մի եղիր գլխավոր հերոս, փնտրիր մարտահրավերներ, բայց մի նպատակադրվիր կոնկրետ արդյունքի, խուսափիր հետին մտքերից, ոչինչ մի թաքցրու, եղիր մեղմ եւ ուժեղ, ունեցիր մասնակցություն, բայց արհամարիր հաղթանակը, մի բրբտիր, մի ստուգիր, բայց զգոն մնա, նշաններին հետամուտ, եղիր բաց աշխարհի առաջ, բարձրացրու աչքերդ, հրավիրիր ուրիշներին այնտեղ նայելու, համոզվիր, որ կա բավարար խորություն ու գտիր քեզ նրանցից յուրաքանչյուրի արտացոլանքում, վճիռ կայացրու, երբ ոգեշնչված ես, թույլ տուր քեզ ձախողելու, բայց ամեն ինչ առաջ քեզ ժամանակ տուր անցնելու զարտուղիներով։ Մի անտեսիր ծառն ու ջուրը, կանգնիր այնտեղ, որտեղ ուզում ես, եւ թույլ տուր արևին ջերմացնելու քեզ։ Մոռացիր ազգականներին, օգնություն առաջարկիր անծանոթներին, խոնարհվիր, որ տեսնես մանրուքները, խուսանավիր մարդկային դատարկությունից, գրողիցոցն ուղարկիր բախտի դրաման, ծիծաղով հաղթահարելով տարաձայնությունները, առաջնորդիր քո իրական գույներով, միջև կապոցես քո ճշմարիտ լինելը, եւ տերևների խշշոցը կդառնա հաճելի, անցիր գյուղերով։ Իրականում հենց սա իր առակ պատմվածքներից մեկինը, մեջա, հեսա վերնագրել եմ անցիր գյուղերով, մի տղամարդու իմ պիեսներից, հակնեք պիես, առակ, այսը չէ, պիեսներից մեկում է, իր մոր պատմած առակներից մեկն է, որ ինքը մի փոքր ձևափոխել ու գրել է այստեղ, այսքանը չկարդամ, բայց հենց նրանց մասին էր, իր մոր մասին է գրեթե այս Նոբելյան բանախոսության մի մասը, գրեթե մոր մասին է, ինչ պատմում։ Այստեղ կարդում Այդքան բանի մեջով անցնելուց հետո ոնց որ շատ հանգիստ էր ամեն ինչ խոսում ու ասում։ Ոնց որ ինքը չգիտեմ ինչ արյուն ուներ այդ կինը, իր գիրքը, իր մասին գրված գիրքը որ կարդաք, այնտեղ շատ մի քիչ
կոնկրետ գտել է իր մոր ձեռագրերը, թե ինչ era, այսինքն իր ոնց որ օրագիրները, հա, տենց կարելի ասել, ձեռագրերը, որտեղ մայրը կիսվել է ինչ-ինչ բաներով, ու երբ որ պատմում է այդ ամենի մասին, հասկանում ես, որ մեկը այդ ամենաուժեղ կանանց շարքում կարա դասել իրան, հիմա այստեղ չեմ պատմի, ինքը մի փոքր ոչ եթերային է, բայց եթե ձեզ հետաքրքիր է, կարամ ուղարկեմ այդ մասը անգլերենով գրվածը, շատ չափազանց փշաքաղվելու աստիճան ինքը բաները գրում ու այդ թերթիկները որ բանը մահանալուց հետո գտնում է, կարդում է, դրանից հետո այդ ամենը գրում այդ էմոցիաներով, այսինքն մոր մահը, հոր ոչ այսպես ասած իրական լինելը, հա, կենսաբանական հայր, չգիտեր ով է, հանդիպել ավելի ուշ տարիքում կարծեմ, ու սովորական հասարակ գերմանացի զինվոր ա եղել, ինչ որ մեծ ազնվական չի եղել, ու այդ երկու մշակույթների մեջ մեծանալու պատերազմական դրությունը իր վրա ահավոր մեծ հետ կա թողել, դրա համար ես սկսեցի իր կենսագրությունից, որովհետև երբ որ կենսագրությունը կամ մանկությունը ուսումնասիրում ես ինչ որ գրողը, լրիվ իր գրողի կյանքն է, մանավանդ օրինակ Կաֆկային է, չէ՞, կարծում գիտեք, Կաֆկայի նկարն էլ հեսա, մոտս է, ահա, հեսա, Կաֆկայի կյանքն էլ է, այսքան չէ, բայց հենց այդ տարաձայնությունները տան հետ կապված բռնություն կամ տրավմաներ իր մոտ էլ շատ եղել ու հենց Պետեր Հանդկեն բավականին շատ ոգեշնչվել է Կաֆկայից, ունի այդ տարերը իր գրքերի մեջ։ Այստեղ հիմա գնանք այդ հետ։ Ստե ուզում եմ ասեմ, որ այս տողերը, որ կարդացի, շատ լավ էին դուրս եկավ այդ բան, այս վերջերս մեմում էինք խոսում էլի, ոնց որ ինչ որ պարադոքսի նման բան է, պետքա չվազես հաղթելու հետևից, բայց նաև պետքա ուզես հաղթես, բայց պետքա առողջ լինի հետի, ոնց որ շլիկը պարադոքսներ է դա առաջանում էլի, կամ մնացած մյուս կետերը, որ ասում էր, ու տենց արվեստագետները ոնց որ դրանից լավ են, ինչքան հասկանում եմ, պարադոքսը լուծելուց։ Հա, իրականում այդ այնքան բավական ինքնին zoom out անում իրենց գրքերը որ կարդում են, թեկուզ Պետեր Հանդկեյնը կամ այլ փիլիսոփայության այդ ժանրի էգզիստենցիալ ժանրի, սա շատ zoom out անում ընդհանուր իրականությունից, որտեղ հասկանում ես, որ դու ոչ մի մրցույթի մեջ չես, որ հաղթես։ Մարդիկ կան, չէ՞ պետք է հաղթես բոլոր ինչն եմ, առաջ անցիր, մյուսները ապրում են, ասես ինչ-որ մոտիվացիոն աֆիրմացիաներ են բերում քեզ, բայց այդ որ մտքից է հանում ես, ինքը իրոք competition մրցույթ չի էլ էս կյանքը ու դու երբ որ այս գրքերը կարդում ես այնքան zoom out անում ես քննությունից առաջ որ անկապ սթրեսներ էի անում միշտ դնում էի այդ գրքերն էի կարդում անկեղծ ու տողեր էի կարդում զուտ մանավանդ Պետեր Հանդկեի այդ վերջերս իմ բացահայտումներից այդ մի տարի առաջ մի թե անցած տարի եմ կարդացել հենց իր այս գիրքը այս Նոբելի մրցանակի ու հակասությունների մասն էր հիմա ինձ թվում է Կարանք ասենք դարպասապահի վախը 11 դրամից սյուժեն առանց սպոյլերների կարամ պատմեմ մոտավորապես գրքի մասին փորձեմ առանց սպոյլերի ստեղ գրել եմ ընդհանուր մի քիչ կխոսենք որտեվ գուցե այստեղ մարդիկներ չեն կարդացել կամ թեկուզ կարդացել են էլի ոչինչ Յոզեֆ Բլոխը նախկին դարպասապահ է մի տեսակ կորած մարդ, ով դուրս եկել սովորական կյանքի տրավմայից, մի օր աշխատանքից ազատվում է ու այդ պահին, երբ պիտի դասավորվեր ամենը, սկսում է մի տեսակ անբացատրելի անկում։ Նա կատարում է սպանություն առանց ուժեղ հուզմունքի կամ տրամաբանական պատճառի։ Հետո թափառում է քաղաքից քաղաք, թվում է ոչ թե բախվում է արդարադատությունից, այլ ինքն իրեն իրականում սա համարում են ինքնակենսագրական ճակերտավորվել, չնայած որ Հանդկեն տենց չի նշել կոնկրետ որ սա ինքնակենսագրական է, բայց Այստեղ հենց իր դերն էլ կա, որ սովորական կյանքից փախչում է, աշխատանքից դուրս է գալիս, ոնց որ ինքը իրավագիտությունը դրողացու լրիվ կպավ գրականությունը, ու այդ բանը որ դասավորվում է ամեն ինչ, ինքը չի կարողանում հետևից գնա, չի կարողանում ինչ-որ բանին բացատրություններ տալ։ Ու շատ հետաքրքիր է, որ գրքի մեջ այն բանի պահեր, անգամ ասում է իր համար այդ դրամ բռնակը ինչ-որ նշանակություն ուներ։ Կան չէ, օրինակ շիզոֆրենիայի տարեր, որ մարդիկ երբ որ ցանկացած իր սերիակում դրված, նայում են ու դրա վրա խորանում են երկար այդ ինչ-որ ես որ կարծում եմ, ես դրա վրա էի կոնկրետ գնում, ասում անգամ այդ դրամ բռնակին Բլոխը իմաստ է տալիս, նայում է երկար։ Ու ինչի ինչ կապ ունի դարպասապահը ու 11 մետրանոցը։
Դարպասապահը կանգնած է մի իրավիճակի առաջ, որտեղ բոլորի հայացքները հենված են վրան, նշումը կուտակվում է ու ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում, նույնն է Հերոսի կյանքում։ Հանդքեն օգտագործավ ֆուտբոլային այս տեսարանը որպես մետաֆոր մարդու ներսում տիրող լռության, ճնշման ու անվստահության համար։ Իրականում այստեղ մի քանի փիլիսոփական ուղղություններ կան, որոնք գրքի մեջ տրվում են, չեմ ուզում շատ խորանամ այնտեղ ասեմ, թե ինչ էր լինում հետագայում, բայց ինքը իրականում ավելի մենախոսության կերպով ասրանից հետո շարունակվում ու վեպում կան էքզիստենցիալիզմի տարեր, Հանդքեն ցույց է տալիս մարդու միայնությունը, տիեզերքում ու ընտրությունը։ Բլոխը պատասխանատու է իր իսկ գործողությունների համար ու իր կյանքի համար, նույնիսկ եթե դրանք թվում են անիմաստ։ Ես լրիվ Ժան-Պոլ Սարտրի այդ մահնը, ասում եմ ինքը պետք է Ժան-Պոլ Սարտրի Սրտխառնոցի գիրքը։ Ես շատ տարեր եմ նմանեցնում այդ գիրքին, որովհետև կոնկրետ այս գիրքը ես համարում եմ ամենաէքզիստենցիալիստ, ամենաաբսուրդիստ այդ ուղղության լրիվ այդ բնականությունը բնորոշ այդ գիրքը, որովհետև ինքը մյուս իր գործերի մեջ ավելի փորձում է այլ ուղղություններ էլ շարժվի, փորձում է բերի մի հատ մետաֆոր, որը այստեղ դարպասապահի մետաֆորն էր, հա, այդ բանի 11 մետրանոցի, ասում է, երբ որ 11 մետրանոցի ժամանակ ինչ-որ մեկը գոլը ուզում է խփի, ու շատ հաճախ չգիտենք այդ որ կողմ գնալ, նույնը կյանքում, ասում է, երբ որ ինչ-որ բան քո հետ պատահում է, դու չգիտես որ կողմ թեքվես, այսինքն այդ գնդակը, որը քո դիմաց գալիս է, դու չգիտես աջ, թե ձախ, թե չգիտեմ որ կողմ թեքվես, որ այդ գնդակը բռնես ու քեզ ինչ-որ վատ բան չպատահի։ Հիմա այդ 11 մետրանոցի մետաֆորը, որ ինքը մտցրել է այստեղ, դա է նշանակում։ Հենց այդ իմաստով է ինքը փորձում ֆուտբոլային տեսարանը այս կյանքի բնորոշումը տալ, որ երբ որ քո կյանքում ինչ-որ հենց իրադարձություն գալիս է լրիվ քո վրա, ու դու պետք է հասկանաս, թե որ կողմ շարժվես, որոշումների պատասխանատվությունն է ինքը քո հանդեպ։ Ու այստեղ այս տերմինի անունը թե ֆենոմենոլոգիա, նման մի բան, Հանդքեն մանրամասն ուսումնասիրում է, թե ինչպես է բլոխն ընկալում աշխարհը, ամեն ինչ տեսնում ենք մեր սուբյեկտիվ փորձի միջոցով։ Ֆենոմենոլոգիայի հիմնադիր Էդմունդ Հուսերլի նման, Հանդքեն կարևոր է անձնական ընկալումները, այսինքն թե դու ոնց ես ընկալում աշխարհը, ոնց ես ընկալում անգամ այդ դրան մի հատ բռնակը, ու այդ մտքերը, երբ որ ինքը գրվում է ամեն ակնթարթը ֆիքսելուց հետո բլոխի մտքերը կոնկրետ համարվում են իր հանդքեի մտքերը, այսինքն որ ամուսում եմ դա ինքնակենսագրական է, ինքը այնքանով է ճիշտ, որովհետև ինքը մի մասով ինչ-որ ձևով նման է բլոխին, որովհետև տեսնում եք ինքը ինչ կյանք է ունեցել ու միջև նա որ ապրում է ու միջև նա որ դեռ ստեղծագործում է, այդ շատ բան են ասում իր մասին, ու այդ իր ընտրությունն է իր անձի հետ կապված, ու այդ ազդեցությունները, որ ինքը ունեցել է իր վրա, դրանից հետո գրելը ու խոսելը դրա մասին իր միակ փրկությունն է եղել։ Նույնն էլ այստեղ դարպասապահի դերում հենց Պետեր Հանդքենն է, որ այդ գոլերը 11 մետրանոցի գոլերը իր վրա են գալիս, այսպես ասած։ Մի բան ասեմ, շարունակենք։ Իրականում չգիտեմ ֆուտբոլիստները ու ֆուտբոլի ֆանատները ոնց են մոտենում 11 մետրանոցին, մտածում են դարպասապահը նախորդ պետքա հասկանա որ կոմա գնդակը գնալու են կամ թռնի, թե լրիվ պատահական է դա լինում, բայց ինձ թվում է Հանդքենստը նաև այդ է նկատի ունեցել, որ շատ պատահական է ու չես կարա հավանաբար կանխագուշակես որ կոմա գնալու ու կյանքում տենց լիքը բաներ է լինում պատահական, որ քո բանից դուրս են, ոնց է կոնտրոլից դուրս են, սենց ասած, ու պետք է ընդունես արժանապատվորեն, կոպիտ ասած այդ պատահականները։ Ես լսել եմ 11 մետրանոցների մասին, որ հենց ճիշտ եք ասում, պատահականության սկզբունքով են իրանք ինչ-որ մի կողմ գնում, որովհետև գնդակի ընթացքին հետևելով չեն կարա իրանք կողմնորոշեն, թե որ անկյուն է գնում գնդակը ու որսն, այսինքն դա նենց ակնթարթներ է տևում, որ անհնար է, ու կամ ստացվում է, կամ չէ դա իրանց մոտ, ու համեմատությունը ինձ էլ է թվում, որ շատ ճիշտ է։ Իրականում այս գիրքը կարդալուց լիքը նոթեր եմ անում, այդպես հիմա դրանք եմ նայում, նոթերի պահից հենց որ գրել եմ ընտրության պատասխանատվությունը Հանդքեն քննարկում, որ ինչպես դարպասապահ պիտի ընտրի աջ գնա, ձախ գնա, թե ուր գնա 11 մետրանոցի այդ գնդակը բռնելու համար, այդտեղ արդեն գալիս է ընտրության պատասխանատվությունը։ Այնպես էլ մենք պետք է կայացնենք որոշումներ մեր կյանքում, այս քամիի
Սարտրի գաղափարախոսություններն են հիմնականում իրենց գրքերում, այդ ընտրության պատասխանատվությունը հիմնականում իրանց մոտ ավելի խորն է, սև ավելի, քան Handke-ի մոտ։ Handke-ի այս գիրքը ոչ այնքան սև է, ինչքան օրինակ Օտարը Քամիի, հա, բայց այդ տարերը իր մեջ նույնպես կան։ Հեսա գրել եմ նաև Օտարացում այս բանները ինքը շատ առաջ վերում գրքում, որ գլխավոր հերոսը զգում է, որ ինքը չի պատկանում աշխարհին ու որտեղ որ ապրում է, որ անգամ իմ մոտ է շատ տպավորվել է դրան բանի պահը, բռնակի պահը, որտեղ ինքը ցանկացած իրին նայում էր sense կողքից իր ցանկացած որ մենք կարանք ուղակի այս մատի դեպ, չէ՞, ցանկացած իր այս ուղակի կա ինքը ստեղը դրած է, որ ես իրեն ուշադրություն չեմ դասում, ինքը նկարագրում է, որ այս մատը ստեղ ուղակի դրած եղը ու գուցե բլոկը երկար ժամանակ մի ընդհանրենք 40 րոպե զուտ sense անգլերեն stare բարկա, չէ՞, այսինքն թեպուս երկար զննի այդ մատին։ Ինքը ամեն ինչին էր այդ ամենին վերաբերում ու իրան տանել կարծում Օտարացում, որովհետև երբ որ ինքը հասկանում էր ինքը կյանքում ինչ որտեղ չի պատկանում, ինքը իրեն օտար էր զգում անգամ այն երկրում որտեղ ապրում էր։ Իրական գործողությունները կատարում են Ավստրիայում, բայց ինքը մեկ այդտեղ օտար էր զգում։ Իրականության ընկալումը, ինչպես ենք մենք տեսնում աշխարհը, արդյոք բոլորս նույն բանն ենք տեսնում, այդ մտքերները ունեն բլոկը, որ ինքը տեսնում էր աշխարհը լրիվ այլ կերպ ու մտածում էր, արդյոք մյուսներն են դա տեսնում։ Ու ցույց է տալիս, որ յուրաքանչյուր իրականությունը շատ այլ կերպ կա լինի, լրիվ այլ կերպ, որ մարդիկ այլ կերպ են տեսնում աշխարհը ու երբ որ դա գալիս է համատության ֆորմատի մեջ, երբ որ ինքը համատում է բլոկի կերպարին ու մյուս մարդկանց ովքեր ապրում են ինքն շատ երազանք շատ ուրախ այդքան դեպքերից հետո բերում է այդ տարբերության հակասումները, չէ՞, ինչքան հակասումներ կան ունենան մարդիկ իրար կյանքերի տեսնելու տեսանկյունից։ Ու պատահականություն ու անորոշություն ֆուտբոլում ինչպես եւ կյանքում կան պայել, երբ մենք չենք կարողանում վերահսկել իրավիճակը, պետք է սովորենք ապրել այդ անորոշության հետ։ Այս միտքն արձագանքում է Նիցշեի այն գաղափարին, որ աշխարհը չունի հստակ կառուցվածք կամ նպատակ, ու մարդիկ պետք է ստեղծեն իրենց տեխնական արժեքներ։ Իրականում եկանք այն բանին, երբ որ պետք է քննարկենք հաստատ աբսուրդիզմ, նիհիլիզմ, էքզիստենցիալիզմ տերմինները, որոնք իրարից շատ տարբեր են։ Նիցշեի մոտ իհարկե նիհիլիզմն ավելի դերակշռում, Handke-ի մոտ կասեմ էքզիստենցիալիզմը, իհարկե այդ երկու բնորոշումներն էլ կան, ինքը իրան չի համարում էքզիստենցիալ գրող, որ ասի, հա, ես էքզիստենցիալ եմ, որովհետև իր բոլոր գրքերը չեն իր այս կոնկրետ դասապահի 11 մետրանցը այս տիպի գրքեր են, բայց երեք այդ տերմինները լրիվ իրարից տարբեր են, որովհետև էքզիստենցիալիզմն ասում է, որ դու պետք է գտնես քո կյանքի իմաստը ու դա դնես քո կյանքի մեջ, այսինքն մի հատ չի կյանքի իմաստը, որ ասում են, դա միայն սա է, չգիտեմ, էսա, այլ կյանքի իմաստը ասում է քո համար ամեն մեկի համար անհատական է, դու պետք է գտնես, դնես քո բանի բոդի մեջ ու տենց առաջ ասես, էքզիստենցիալիզմը դա է, բայց նիհիլիզմը աբսուրդիզմին ասեմ, որ նիհիլիզմ։ Աբսուրդիզմը ասում է, որ կյանքը իմաստ չունի, այսինքն ոչ թե իմաստ չունի, որ շոգնանք մեռնենք, չէ, այլ այն իմաստով, որ մենք պետք է ուրախ լինենք, որ այսքան անիմաստությունների մեջ շարունակվում է գործողություններ կատարվելը ու այդ անիմաստությունից մենք պետք է շատ ուրախ լինենք։ Կոնկրետ Քամյուն այդպես է բացատրում աբսուրդիզմի բնույթը, աբսուրդ է, կյանքը աբսուրդ է, բոլոր գործողություններն աբսուրդ են, զուտ այդ ամեն ինչը գիտակցելով ոչ թե պետք է տխրենք, այլ ուրախ լինենք ու հակառակը դրանով ապրենք, ինքը այդպես էր ասում։ Ինչ որ մեկ է հարցաբարձրացրել ասեք, որտեղ ստեղից չեմ տեսնում։ Ես էի գրելու, բայց աբսուրդ բառը ամեն ինչ բացատրում է, էլի, աբսուրդ։ Հա, չի կարելի բացատրել այդքանը, որ ասում շատ է, ինձ հետ բառերից այլ շատ եմ գիրառում։ Բայց նիհիլիզմը մի քիչ ավելի խոր ու սև թեմա, Նիցշեի փիլիսոփայությունների մեջ շատ հանդիպում։ Նիհիլիզմը այդն է, որ ասում է կյանքը իմաստ չունի, խենք ապրում, գնանք, չգիտեմ, մեռնենք, այսինքն ինքն լրիվ անիմաստության շուրջ է պատտվում։ Աբսուրդիզմը մի փոքր ինքնական բան է։
absolutism-ը երբ որ գիտակցում ես, շատ zoom out ես լինում կյանքից։ Ու այն բաները ասում են does it matter, այն որ սաղ աշխարհն են, ասում են zoom out-ում, ասում են Apple քո խնդիրները իրականում այդքան էլ մեծ չէ, ինչքան դու ես պատկերացնում, ասում են կյանքը չի փոխվում, երբ որ դու օրինակ fail ես անում քո բաները, քննությունները, ու ասես հետաբերում էլի աշխարհը, որ ցույց է տալիս, որ աշխարհն ինձ բոլոր ֆորում է։ Այդ absolutism-ի գաղափարը կարծում այդքան դրական կետ է հասնում։ Ես հավատում եմ այդ գաղափարին ու իմ ամենասիրած ֆիլոսոֆիական ուղղություններից մեկն է ու հանդքի այս 11 մետրանոցի մեջ շատ է դա արտահայտված, ուղղակի ավելի սև, որովհետև այն եմ ասում հանդքի կյանքը այնքան էլ ուրախ չի եղել, որ ինքը շատ ուրախ բաների մասին գրի։ Իսկ եթե բոլոր վեպերը, էսսեները, գրածները ոչ այնքան դրական են, հա, թեկուզ այս մեկը Նոբելյան մրցանակակիրի բանը ինքը իրականում իր մեջ ունի տխուր երանգ, որ ամբողջ կարդաք, հա, կհասկանաք, որտեղ այդ իր մոր պատմություններից էր։ Միևնույն է, անգամ այնքան էլ ինքը փորձի դրական ինչ-որ կետերով առանձնացրի իր կյանքը իրոք քաոսային է եղել։ Ու այդ ամենի արդյունքում ինքը չի կարողանում այն տիպի դրական բաներ գրի, որ մեկը չհարի այդ էքզիստենցիալիզմի ու աբսուրդիզմի ուղղություններին, միևնույնն է այդ ամենը իր դրականության մեջ կա ու կլինի։ Կարծում էլի ինձ թվում է բաներ կստեղծագործի, որտեվ ինքը դեռ ապրում է ու կա։ Այսքանը հենց լեդի մասին կարծեմ այստեղ մի հատ բան է գրել, որում հստակ է այս գրել է։ Սա մի քանի ֆիլոսոֆիական ուղղություններ, սա ասեցինք, քննարկեցինք, որ էքզիստենցիալիզմը ու ֆենոմենոլոգիան ինչ է, ֆենոմենոլոգիան, որ աշխարհի ընկալունակությունը, թե ոնց ասեցինք ամեն մեկը աշխարհը ոնց է ընկալում, այդ օրինակները որ վերեցի բլոխի հետ կապված, էլի եմ ասում, դա հիմնականում հանդքերն է բնորոշ, ինքն էլ է շատ ասում, որ ես աշխարհը դեռ այլ կերպ եմ ընկալում, ինչ որ դուք հենց այդ հակասությունների վերաբերյալ Նոբելյան մրցանակակիրների, որ Ռամբել Ջոթը նայում ես ու թարգմանած անգլերեն, հենց դա խոսում է ու կարծեմ հենց այդ հակասությունների մասին խոսում է անգամ մի մոտ 20-24 տարեկան հասակում, ես մասին չխոսեցի, ինձ ասա 24 տարեկան հասակում կանգնում է ամբողջ դահլիճի առաջ, չեմ հիշում ինչ խումբ 47 վերջում թիվներ, այդ խմբի անուններ, կանգնում են բոլոր գրողների կայացած փորձառու գրողների առաջ, ասում է դուք ոչինչ եք, ձեր գրածը ամբողջը ըստ տեխնիկական, չգիտեմ ինչ հստակ բաներ է։ Կարծում նայած կլինեք Dead Poets Society այդ ֆիլմը, բանը մահացած գրողների society հասարակությունը ու բանը այդ ֆիլմում որ կա չէ նա poetry-ն ինչ է պոեզիան ինչ է ու բերում է գեղարվեստական նկարագրությունը չգիտեմ սկզբից պետք է սա գրես այդ էսսեն գրել է հստակ հետաքանությամբ բաններ հենց կտրհանցքեն դրաններ հողում որ այդ բոլոր գրողներին կանգնել 24 տարեկան երիտասարդ մի հատ տղա կանգնում է բոլոր փորձառու մարդկանց առաջ, ասում է դուք բոլորը տեխնիկապես բան եք, տեխնիկական ինչ-որ բաներ եք գրում ու դուք ոչինչ եք, ձեր գրածը արժեք չունի։ Կանգնում է այդ բոլորի առաջ, տենց խոսում է, իրականում բավականին հետաքրքիր կերպով է խոսում, այդ կարծեմ կա իր այդ ոնց էր սկավառակը, հա, այդտեղ, բայց ահագին շատ հին է, 24 տարեկան դեպահակտի ասեք հաշվեք ինքը որ թվերին է եղել։ Կարծում կա, եթե գտնեմ թողարկեմ ու մի երկու փաստ, որ ինձ էլ շատ զարմացել, ես էի կարդում, սրանք, գիտեք, որ հանդքեն հաճախ գրում էր կանգնած, հատուկ բարձր սեղանի առջև, նա հավատում էր, որ այդպես միտքն ավելի պարզ է աշխատում, ավելին նա նոթատետրերում նկարում էր մանրամասն քարտեզներ ու գծագրեր իր հերոսների երթուղիների համար, դարպասապահի վախը 11 մետրանոցից վեպի համար նա անձամբ քայլեց բլոխի բոլոր երթուղիներով, զգալու համար նրա փորձառությունը։ Շատերին զարմացնում է այն փաստը, որ հանդքեն իր պատանեկության տարիներին խաղացել է որպես դարպասապահ։ Նա մի անգամ խոստովանել, որ իր կյանքի ամենաբարդ պահից մեկը եղել է 11 մետրանոցի ժամանակ, երբ նա սխալ կողմ է ընտրել եւ թիմը պարտվել է։ Այնտեղ ես հասկացա, որ ամեն որոշում ճակատագրական է։ Կյանքը 11 մետրանոցների շարք է եւ մենք շարունակ սխալվում ենք։ Այսքանն ես պատրաստել։ Ինչ-որ հարցեր, եթե ունեք, սիրով կլսեմ։ Պետր հանդքի նվերը այստեղ փակեմ։ Չէ, ուզում ասեմ։ Հա, ուզում եմ ասեմ նախ ինչքան գիտեմ նիհիլիզմը ոնց նկարագրեցիր, այդքան էլ վատ չի, իրականում ավելի խորը նկարագրություններ կա ու ոնց որ միտքեն չի որ գնա մերի իմաստ չկա, որտեղ փաստա, որովհետեւ
Նիչեն չի գնացել մեռել, նշանակում է ուրիշ բան նկատի ուներ, ու նաև ոնց որ օպտիմիստիկ նիհիլիզմ էլ կա, որը տենց ավելի պայծառ լույսի տակ նիհիլիզմն է, որը Դանը գիտեք, այդ ժրակ մի հատ ֆիլոսոֆական ասում է, ես չեմ հասկանում օպտիմիստիկներին, որովհետև ասում է, որ ասում են միշտ թունելի վերջում միշտ լույս կա, ասում է չէ, այդ լույսը չի, մի հատ ուրիշ բանը, գնացքը, այդ գնացքի մի հատ ուրիշ լույսն է։ Դուք տեսել այդ բանը, շատ ուղղակի եմ, այդ բան ժրակը շատ ամենասերծած ֆիլոսոֆաններից է, բավականին կատեգորիկ բան հումորով։ Հա, ես մի երկու բան ասեմ էլի, եթե թույլ տաս, մեր ջան։ Նախ շատ շնորհակալ եմ, ես կարդացել եմ գիրքը, վաղուց որն է, երևի մի տարի առաջ նույնիսկ Facebook-ում դրա մասին գրառում էի արել։ Ինչ դուրս չեկավ, ասում եմ ինչ մեղքս թաքցնեմ, բայց քո այս ներկայացումից հետո այնպես այնպես լավ ներկայացրից, որ ես մտածում եմ միգուցե ինչ որ բան ինձ չգրավեց իրականում, բանն էր, դե երևի սպეციფიკա էլի, գործողություն չկա որպես այդպիսի։ Ինքը առօրյային կյանքն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ուղղակի նկարագրի, եթե մի քիչ ուշադիր լինի, ինչպես դու ասացիր, կողքի առարկաներին, մարդկանց, եթե իրեն տա, այսպես բան, գիտեմ, այդ մարդկանց նկարագրի, ուշադրություն դարձնի, փորձի իրենց բնորոշիչներ գտնել եւ այլն, եւ չգիտեմ, ես զարմացած էի ճիշտ։ Ինձ թվում էր հենց այդ գրքի համար են իրեն տվել։ Դրա համար ես զարմացել էի, որտեվ իմ համար, ասենք, ոչ մի ինքը առանձնապես տենց բան չերևաց, բայց դրանից հետո նաև մեկ ուրիշ գիրք կար ստացել Նոբելյան մրցանակագրի, իտալացի Մոնտիան է, թե չեմ սխալվում, իտալացի է, թե ինչ էլի ես վերջի ստացածներից էր, հասկացա այդ նույն ոճի մեջ գրված գիրքի ու մտածի միգուցե տրենդ է, միգուցե դա այսպես ինչ որ եվրոպական տրենդ է վերջի տարիներին, որ մեզանից հեռու է, մենք դա չենք ընկալում։ Ու ես իմ մեջ, իհարկե, դու ես մասնագետ, ես այս մասնագետ չեմ հետո, ես իմ մեջ ինչ-որ ֆորմուլա գծեցի, որ մեր կյանքը այնքան լիքն է անակնկալներով ու անսպասելի բաներով, որ մենք բոլորովին այսպես մեր առօրյա կյանքը գնահատելու կամ վերլուծելու ոչ մի կարիք ծանրություն չենք տալիս, մեզ դժվարություն չենք տալիս։ Իրենց մոտ քանի որ ավելի ստաբիլ է այդ ամեն ինչը, ստաբիլացված է կյանքը, միգուցե իրանք երևի ավելի շատ ժամանակ ունեն այդ կյանքի մանրուքներին, կյանքի այդ մանրամասնություններին նայելու։ Եվ դրա համար ճիշտ ասած ավելի շուտ ինձ մեղադրեցի, որ այդ գիրքը չեմ հասկացել, քանց թե իրանց մտածելով, որ երևի ով որ գրականության մեջ շատ ավելի ներգրաված է այսպես բանա, ինքը այդ տրենդները հասկանալով երևի գնահատում է այդ գիրքը եւ չգիտեմ։ Ինձ օրինակ նաեւ ոչը ինչ որ չափով, բայց իհարկե այն երկրորդ գիրքը որ կասեմ անհամեմատ իմ համար ավելի բան է, Մուրակամին բան արեց, նմանացրեցի, էլի իր այդ առօրյա գործողությունների նկարագրություններով։ Մուրակամի ես էլ եմ կարդացել, բայց Մուրակամին ավելի նկարագրության գրող է, ինքը շատ նկարագիրներ է անում։ Հա, հետ եմ ասում, նկարագրումը առօրյա բաներ, ասենք Մուրակամին կարող ասի, ես արթնացա գիշերը, գնացի, լցրեցի երկու բաժակ ջուր, խմեցի, հետո մտածի միգուցե երրորդն է խմեմ, այսինքն այն մանրամասնությունները, մեր ասենք մեր առօրյա կյանքում մենք չէ երբեք դրա վրա ուշադրություն չենք դարձնելու, այդ իր մոտ էլ շատ նկարագրություններ կար ու իմ համար դա տեսակ sense չգիտեմ, զուտ իմ կարծիքն է ուզում կիսեի, բայց իհարկե քո ներկայացումը շատ լավն էր, շնորհակալություն եմ հայտնում։ Շատ ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ, իրականում այդ հենց ֆիլոսոֆիացիան նավազոր, ընդ որ մտածում եք բաները, պահերը կարելի է չֆիքսել, հենց դրանց վրա են, էլի իրենք խաղում, խորանում, ամեն մի ֆիլոսոփային ինչ-որ բան ասում կամ ինչ-որ ուղղության վրա են գնում, լիքը շատ գաղափարներ են կամ ֆիլոսոֆական, սրանք ավելի կյանքի իմաստի վերաբերյալ հարցեր են, ոչ թե տրենդ են, այլ հենց այդ ուղղություններն են, որ շարունակում են, իմացում եմ, այս մարդուց հետո, ոնց որ եթե երևում է, չգիտեմ, ես համարում եմ, որ գրականությունը կոնկրետ բաժանվել է երկու մասի, իրենց առաջ ու իրենց հետո շատ ազդեցություններ է գրացել, որը մեկ, երբ որ գրվում է այս այդ թվերից եկել է, չէ, 1940-ական,
1900-ական, 1980-ական այս ժանրը, որ գրվում է, հետո մարդիկ կարդում են իրենց սիրած գրողներին ու այդ տարերը վերցնում են իրենց մանավանդ, որ սենց տրավմատիկ կյանք են ունենում, այսինքն տեսակ են, չգիտեմ, այլ ինքն սպանում եղել պատերազմի մեջ էր մեծացել, կենսաբանական հորը չէր ճանաչում, շատ էր էլի դա իր համար, ու ես զարմանում եմ, ոնց է ինքը դրանից հետո շարունակել ստեղծագործել, ապրել ու գրել այդքան բան, էլի։ Ինձ դա է դուր եկել իր տեսակի, իր փիլոսոփիան, իր գրածների մեջ։ Կարծում կարակ կարդակ մի քիչ ավելի փուլու էսսեներ, եթե հետաքրքիր է, որ ավելի լավ հասկանաք իրան։ Որովհետև կարող է այս պահը կամ էլ մի քիչ ուրիշ գրքեր այս ժանրի մեջ, որ կարակ հենց սկսեք օտարից էլ, Քամյուի։ Հա, չէ, կարդացել եմ։ Քամյուն կարդացել եմ։ Ես միջայլոց մի բան էլ ուզում եմ ասել, որ այդ գրքի հիման վրա ֆիլմ էլ կա։ Հա, կա։ Հա, ես երևի մի քիչ այդ բաց թողեցի ու բանը հենց հետաքրքիր է, որ այդ ասենք նաև երբ որ արդեն հասկանում ես ոնց ասեմ, կարելի է հասկանալ բանը, երբ որ հասկանում ես ով է գրքի Վիմ Վենդերսն է, որը լրիվ իր ոճին համապատասխան իրան բան է ընտրել, էլի էկրանավորել համար Վիմ Վենդերսի ֆիլմերն են բոլորը դանդաղ, այդպես հիմնական գործողության բացակայության, ավելի շատ կադրերի վրա, ավելի շատ այդ օպերատորական աշխատանքի վրա հիմնված գրքեր է։ Դրա համար ասենք ես հետո որ տեսա որ ֆիլմը Վիմ Վենդերսն է նկարել, ասի այ մանայի հաստատ պատրաստ կլինեի, որտեղ այդ գիրքը կարդալուց մշտապես փնտրում եմ լավ մի բան հիմա տեղի ունենալու։ Հա, նո սկզբում տեղի ունենում, դուք ասեք այդ սպանում է, չէ, այդ աղջկան այդ բանին տոմսավաճառ էր, չէ, թե չեմ սխալվում, տոմսավաճառ աղջկան սպանում։ Եթե մստեր ուզում կարդամ։ Հա, լավ, ներողություն եմ խնդրում, լավ արդեն ասել եմ, բայց դրանց դու ոչ մի բան տեղի չունենում, ինձ թվում է թե ինչ-որ հենց այդ էր հարցը, էլի, որ լավ չասեմ, եկեք։ Լավ, մի խոսքով կարդակ հետո տեսնեք ում կողմն եք, իմ կողմն եք, թե մերի կողմն եք այդ գրքի գնահատականի առումով։ Մերսի շատ։ Շնորհակալություն, ամեն դեպքում մերսի։ Սուսիկ ջան, դուք ձեռք եք բարձրացրել։ Հա, Մերի ջան, ուզում եմ ասեմ, որ քեզնից շատ շնորհակալ ենք, Ալջիր, ես շատ շնորհակալ եմ այսօրվա այս վեբինարի համար, իրականում շատ բաներ ոնց որ չգիտեի կոնկրետ հենց գրականության մասին կամ ընդհանուր հենց այս կենսագրականի մասին ու բացի այդ այս վեբինարից հետո ոնց որ կյանքումս էլ ինչ-որ մի բան փոխվեց ու մոտիվացիան որին ես այդքան չի հավատում, սկսեցում մեջ արթնանալ կոնկրետ գրականության հանդեպ սերը, այդ արդյունքում ուզում եմ քեզ շատ շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հետ կարծիքի համար։ Իրականում, հա, երբ որ ես որ ուսուցիչ վերջից մարդու կյանքը թե ինչերի միջով անցել ու որ նայում ենք, հա, օքեյ, հայաստանցիներն էլ թեկուզ Արցախից այդ մեր ժողովրդի պատմությունն էլ էսի հեքիաթը ինչի, բայց երբ որ դիտարկում ես հենց մեկ մարդու պատմությունը ինքը բավական տրավմատիկ է ու դրանից հետո ոնց որ ասում ես լավ քո հետ ինչ ա եղել որ մի հատ էլ որ դու չնստես այդ միած դասը սովորես այդ կարգի է այդ մոտիվացիան բարձրանում իմ համար հա դա բարձրացնում է որտեղ երբ որ նայում ես ուսումնասիրում ես հայտնի մարդկանց ճակատագիրը թե իրենք ինչ որ անցել մի փոքր ավելի գիտակից ես դառնում թե դու հիմա ուր ես ինչ ես անում ինչ ես անելու իրանց անցածի միջով ասելուց հետո կարծում ես ամբողջը բացում է առաջ Մերսի շատ հետ կարծիքի համար Արան Ջանջուղազյան Նախ ասեմ, որ ես քիչ եմ մասնակցում վեբինարների ժամանակի պատճառով ու այսը չէի պլանավորել, ուղղակի SMS եկավ, ես էլ ազատ էի, ասի լավ մասնակցեմ, եթե անկեղծ այդքան հետաքրքրվածություն չունեմ այս թեմայի շուրջ, բայց ինձ շատ հետաքրքրեց, շատ լավ ներկայացրեցիք ու կարծեմ ես օտարի գիրքը կարդացել եմ, շատ աղոտ եմ հիշում ու որ իր կենսագրականն է պատմեցիք, հասկացա, որ մարդու նախոսքը հենց ինքն է հեղինակը։ Ավելի ճիշտ իմ մոտ կացկացեցի, ասի կարող է օտարի հեղինակն է, երբ որ արտենավանումն հասկացա, որ դա է։
Իրոք շատ լավ էր ու արդեն երբ որ իմանամ մի հատ վեբինար կա, որը ձեր մասնակցությամբ է, արդեն ավելի մեծ հետաքրքրասիրությամբ կմիանամ հաստատ։ Մերսի շատ։ Մի հարամ տամ։ Այո։ Վերջի մի քանի տարին եմ սկսել ես գիրք կարդալ, վերջի 4 տարին եմ սկսել գիրք կարդալ ու որպես մասնակետ ձեզնից խորհուրդ կուզեի հարցնեի Այդ բանը ասել ես մասնակից չեմ։ Ես մի քիչ շատ եմ երևի թե գրքեր կարդում, բայց զուտ եթե ինչ-որ Լավ ասեք։ հա, ասեք դուք ինչ գրքեր եք ստիլում կարդալ, որտեղ գիրք խորհուրդ տալը մի փոքր դժվար է, երբ որ չես ճանաչում մարդուն ու չգիտես թե ինչ ա ուզում կարդալ։ Հա, միանշանակ։ Երևի այդպիսի մարդկանց պատմություններ, ովքեր որ շատ դժվարին ճանապարհ են անցել ու շատ մեծ հաջողությունների են հասել։ Ինքնակենսագրականներ նկատում եք երևի թե։ Եկուզ եւ Գրականներ կամ կենսագրականներ։ Like օրինակ այս իմ մոտ հիմա որ նոր եք եթե սկսել կարդալ, նաև հեշտ կլինի, ավելի փոքր ինքնակենսագրականներ ու իրենց ինչ մեսիջ ունեցող, էլի որտեղ շատ ինքնակենսագրականներ կան, մարդիկ իրենց մասին դնում գրում են, պատմում են, չգիտեմ, ես եմ արել, սիրուն չի։ Ես սիրում, երբ որ հայտնի մարդիկ գրում են այլ մարդկանց մասին, կամ թեկուզ հերոսին փոխարինելով ինքն իրենց, տենց են գրում։ Այդ կարակ կարդալ Սոմերսեթ Մոեմի Լուսին եւ 6 պենսանոցը Պոլ Գոգեն, եթե ճանաչում եք, ինքը նկարիչ է, Պոլ Գոգենը եղել նկարիչ, Վան Գոգի ամենալավ ընկերներից մեկն է եղել, ով Վան Գոգը իր ականջը կտրել է հենց Պոլ Գոգենի համար։ Պոլ Գոգենը այդ Լուսին 6 պենսանոցի գլխավոր հերոսն է, ուղղակի Strickland, եթե չեմ սխալվում, հերոսի կերպարով, այդտեղ հենց կենսագրականն է գնում Պոլ Գոգեն նկարչի, ով գրել է Սոմերսեթ Մոեմը։ Սոմերսեթ Մոեմը Լուսին եւ 6 պենսանոց իր գիրքն է։ Այդ գրքում հենց կենսագրական տարեր կան պատմության այդ գրողի մասին։ Բավականին հետաքրքիր է ու հենց իր խառը ժամանակները լրիվ կենսագրականը այդ մարդու պատմությունն է պատմում, ուղղակի կերպարի անունը հենց Պոլ Գոգեն չի, այլ Strickland, մի քիչ ավելի փոխած է։ Շատ լավ, կհետևեմ ձեր խորհրդին, մերսի շատ։ Խնդրեմ։ Մի բան էլ ես ասեմ, ես գիրք սկսել եմ կարդալ մի 2 տարի առաջ երևի, առաջին գիրքը եղել է Էրվին Շրյոդինգերի գրքերից ինչ է կյանքը ու տեխնիկական գիրք էր էլի, գեղարվեստական չէր ու ոնց որ ես բնագիտական ոլորտից եկող մարդ եմ, տենց գեղարվեստական չեմ սիրել, բայց այդ գրքի վերջում, ասենք Էրվին Շրյոդինգերին եթե չեք ճանաչում, տենց ամենալուրջ դեմքերից է ֆիզիկայի ոլորտում, քվանտային ֆիզիկայի հայրերից մեկը, ասենց ու վերջում գրքի շատ փոքր ինքնակենսագրական է գրում ու ինչ որ ընդ տխուր գրում էր, որ ինքը փոշմանում է, որ հորը ուշադրություն չի դարձրել շատ, հայրը շուտ է մահացել եւ այլն, ասենց ու ստացվում է, ասենք աշխարհի ամենա ասենց հետ թողած մարդկանցից մեկը Էրվին Շրյոդինգերը բոլորը ճանաչում են, ինքը նեղվում է, որ իր հորը մի քիչ է ուշադրություն դարձրել, տեղից ինչ որ ավելի զգացվում է, էլի գեղարվեստականը ուր է գալի, որ ամեն դեպքում մարդ ենք բոլորս էլ ունենք այդ բնույթը ու լիքը փոքր նյուանսներ կա մեր բնույթի մեջ ու ամբողջ գեղարվեստական գրականությունը այդ փոքր բնույթների մասին է խոսում, որ բաժանվում է աշխարհը երկու մասի, սաղ աշխարհը ու մեր հոգեբանությունը, ասես գեղարվեստականը մեզ հոգեբանությունն է բռնած տանում առաջ, իսկ ոչ գեղարվեստականը մնացած ամեն ինչ շատ հավես է այդ փոքր է ինչ որ հոգեբանություն, բայց ամեն ինչ իր մասին է։ Իրականում այս բանի մասով ուրեմն Կաֆկայի կերպարն փոփոխությունների եւ գիտեք ինքը ինչ ձևի մետաֆորա մտցրել, որ կենսագրական վեպ է գրել, բայց իր հերոսը դարձրել է մի հատ
Զոչ։ Այսինքն ինքը արթնանում է դառնում է մի հատ բան, միջան։ Ասում է բան, խաբարասեր ավելի կոնկրետ։ Ասում է, այսինքն ասում է ինքը կենսագրական վեպ է գրում իր մասին, թե ոնց է իր ընտանիքը իրան վերաբերում, բայց ինքը իրան ներկայացնում է որպես միջան։ Ինքը ասում է Գրեգոր Զամզյանի օր արթնանում է ու որպես միջան։ Այսինքն որ կարծում են երեխեքն մի փոքր բան են լինում, չէ, բանավանդ որ ինքը նկարագրում է բավականին ուժեղ է։ Դնայեք անգամ YouTube-ում իր ասենց բաներ են սարքել, կոմիքսներ բաներ են սարքել, շատ սիրուն է ու այդ ձայները անգամ ովքեր որ ունեն բաներ միջատներից բախեր, կոնկրետ այդ ձայները անգամ նկարագրելուց լսվում է իր այդ պատկերացեք կենսագրական ուղղակի մետաֆոր ընդունելը միջատի տեսք ու ահա որ համաշխարհային գրականության ամենամեծ ու ամենաուժեղ վեպերից մեկն է կենսագրականից կարելի ասել, որտեղ շատ է չգիտեմ, որտեղ Կաֆկայի դերն է լինում ու իր ընտանիքի վերաբերմունքը իր հանդեպ։ Եթե ինչ-որ մեկ ասելիք ունի, կարող ասի։ Ինչ որ շատ կարճ էլի վերջնական մտքերս ասեմ ու բոլորի վերջնական մտքերը լսենք ավարտենք։ Ուզում եմ ասեմ շատ լավ անցավ լիքը բան իմացանք։ Հավես էր քո տեսանկյունն էլ ուրիշների տեսանկյունն էլ լսել։ Շատ դուրս եկա որ ճանապարհին կպանք Սուրենի ոլորտին, բայց բախները դրեց շատ չխորացանք։ Շատ չգրացանք։ Բայց շատ դուրս եկավ այդ ֆուտբոլի համեմատությունը։ Էդ է ինձ դուր գալի գեղարվեստականի մեջ, որ sense լրիվ ուրիշ բանից կարած բերես։ Հիմա ոնց որ նկարագրում էր ամեն մարդ իր անկալումը ունի, անունը չեմ հիշում այդ բառի, որ հիմա իմ մոտ լրիվ անկալումը փոխվեց 11 մետրանոցների, լրիվ ուրիշ։ Իհուք իմ մոտ էլ այդ սկզբից էլ եղել է 11 մետրանոցների վախը, ես որ փոքր ժամանակ նայում ես էլ եմ մտածում, ոնց չեմ վախենում, հեսա մեկը պարտվել են, ոնց որ ամենալավնականության 90% դեպքերում մեկը դարպասապա բանա չէ անում, այդ 11 մետրանոցը մեկը գոլ լինում է։ Բայց զգուշ եղի ֆանատների մոտ, որ ասես պատահական են այս կոմենտում թռնում, կարող է ջղայնա։ Ոնց է պատահական։ Մեկը վերջին բանը, որ ես մի հատ հնդկական մշակույթից գիրք էի կարդում, այնտեղ էր ասում է իմաստուն մարդը տանը ոչինչ է։ Դա շատ ցավոտ ու բան։ Այդ վերջին Կաֆկայի ասած պատմության նման է։ Հա դե Կաֆկան մեզ չի գիտակցել, որ ինքը հանճարա միջև անգամ իր մերներ, ինքը մերներուց հետո է դարձել այն ինչ կա հիմա։ Դե բանը չէ, իր գրքերի մի մասը ինքը նույնիսկ չի էլ ուզեց է տպագրել, իր անգերներն են, արկելել է, չէ՞ թե չեմ սխալվում։ Պրոցեսը նույնիսկ արկելել է տպել, իր անգերները իր այդ չեղարկելով, ասենք բան են արել։ Դիշկը որ կարդում ես, այնտեղ գրած է, օրինակ, եթե չեմ սխալվում, վաղուց եմ կարդացել, ինչ որ պակա ասում է, այստեղ ամենայն հավանականությամբ եւս 2 գլուխ պետք է լիներ։ Բայց ինքը չկա, ու մեկ էլ թռնում է, ասենք 5-ից 7-րդ գլուխ չի պահպանվել, ուղղակի չեն գտել, իրան գերներն են տպել։ Հա, վերջում այդ ամենը անգամ նամակները հորը նվիրված, ինքը իր հայրը ամենադրամատիկ կետերից հայրը կյանքի ու հորը նվիրված նամակներ ա ունեցել, որոնք հետո է տպագրվել իր սիրելի բանին, Միլենային ուղղված նամակները բանը, էլի տպվել են դրանք շատ սիրուն, եթե ռոմանտիկը սիրում եք դրանք կարող կարդալ, հենց իր նամակներն է, որը ամեն օր գրել է, իր սիրած աղջկան, այդ մեկը պատասխան չի ստացել, հետո հա ընկերներն են տպել դրանք։ Հա, եւ ընդհանրապես այդ գրավորեստական գրքերի նկատմամբ սերը ինձ թվում է պետք է հնարավորինս չափ կուլտիվացնել մեր երկրում, որտեվ ու նաև մեր մոտ էլ է սելելում էլ մի հատ վատ սովորություն կա հիմնականում կենտրոնանալ մասնագիտական, տենց ինչ որ բան գրքերին։ Չնայած ես կարծում եմ որ գեղարվեստական գրքերից ամեն լավը չկա, էլի, ասենք ինձ որ թողնեին, ես համալսարանում պարտադիր առարկա բոլոր մասնագիտությունների կանեի գրականությունը։ Ասենք որ բոլոր անկախ նրանց ինչ մասնագետ ես, չգիտեմ, միջուկային ֆիզիկ ես, թե այսին, չգիտեմ, ինչ ես, պետք է անպայման գեղարվեստական գրականություն կարդաս։ Ինձ թվում է դա ամենաշատ մարդուն զարգացնողը ի վերջո հենց այդ գեղարվեստական գրքեր կարդա։ Կյանքին պատրաստել է, էլի, ռեալ կյանքին պատրաստելու համար ամենակարևոր բանը ինձ թվում է դա է, ու ես անձամբ եթե վաղեմիսօր դարձա կրթության նախարար
Հայաստանի հաստատ առաջին ներմուծումը հենց դա եմ անելու, որ գրականությունը ասեն կարող ես մյուս մարոշկաները այտենց բան անես, բայց գրականության անպայման բոլորը պետք է անցնեն։ Ես կսպասեմ։ Համերի ջան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։ Ձեր, մերսի շատ։ Դե այսքան է երևի։ Այլ մտքեր։ Հա, երևի կարող ենք ավարտենք, հա, արդեն։ Այո։ Դե լավ եղեք, շնորհակալություն։ Դուք են ապրեք, ստեսություն ձեզ։ Մինչ հաջորդ գիրքը։ Մինչ հաջորդ գիրքի քննարկում։ Դա շնորհակալություն Մերի ջան, հաջողություն ձեզ։ Ստեսություն ձեզ։